Liebe Gäste, sehr geehrte Damen und Herren, ich begrüße Sie ganz herzlich im Konzert des Nayerian Ensemble aus Armenien im Rahmen der Deutsch-Armenischen Kulturtage in Berlin. Bevor wir anfangen, möchte ich hier ankündigen, dieses Jahr ist das 110. Mal jährt sich zum 110 Mal den Völkermord an den Armeniern. Und ich bitte Sie alle, stehend eine Schweigeminute einzulegen, bevor wir anfangen. Danke. Wir beginnen jetzt mit einem Leitlied. Ein Clip heißt Wacht auf Menschen, Menschen der Welt. Wort, Musik und Interpretation von Serpui Martirosyan. Dann setzen wir unsere Veranstaltung fort. Danke. Բարեսև Տեր, ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված, և թող ամենազոր աճ քով հովանու լինի մեր ժողովրդին, իմ այլ Հայաստան, Արցախ և իսկ հյուրս աշխարհին։ Ամեն։ Ես գիտեմ, որքան դժվար է եղել քո ճամփան իմ Հայաստան, և գիտեմ, թե ինչ երկիր ես կորցրել, անտուն որ բացել իմ Հայաստան, ու իմ վանածով, իմ անի քաղաք, հպարպուսալ է, ու երես ընկավ, ավելադնա, չգնավ իրիկյա, արյունից կարմիր, խելարված և հրավ, ավելադնա, չգնավ իրիկյա, արյունից կարմիր, խելարված և հրավ։ Մարդիկ աշխարհի, մի կողեր փորին, մասի սրացի, նեղացունքից աշխարհը հեղի, ունի նոր կներ լսկսվի։ Մարդիկ աշխարհի, մի կողեր փորին, մասի սրացի, նեղացունքից աշխարհը հեղի, ունի նոր Եվ ձեզ չեմ տեսել, լսել եմ միայն, բայց կարոտում եմ, կարոտողեն, ավետան ավեն, մեռած կարացած, ու հիմնագործան բնորաններ, իմ խեն կարոտին չկա, ու բարվող սրտիս, փողություն չկա, հոնիմ բավերի, կանչում է այնտեղ, և ես ծանձր եմ, կանչին իմանալ, հոնիմ բավերի, կանչում է այնտեղ, և ես ծանձր եմ, կանչին իմանալ։ Մարդիկ աշխարհի, մի կողեր փորին, մասի սրացի, նեղացունքից աշխարհը հեղի, ունի նոր կներ լսկսվի։ Մարդիկ
meine Damen und Herren, dieses Jahr ist ein Jubiläumsjahr. Jubiläumsjahr nicht nur für unsere deutsch-armenische Kulturtage, aber auch für das Ensemble Naidian. Der Ensemble Naidian ist auch 10 Jahre alt, genauso wie unsere Kulturtage. Und das verdient eigentlich einen Applaus. Und zu diesem Jubiläumsjahr haben wir extra heute einen Ehrengast eingeladen, und zwar den Hauptbeauftragten, den Hochkommissar für Diaspora-Angelegenheiten der Republik Armenien, Herr Zare Sinanyan. Und ich möchte als erstes das Wort an Herrn Sinanyan erteilen und dann bitte ich unseren Schirmherrn, Herr Professor Dr. Martin Petzold, noch ein paar gute Worte für uns zu sagen. Er ist jedes Jahr hier und er sagt jedes Jahr ein gutes Wort für uns. Also, deswegen zunächst einmal kommen die Gäste dran und erst dann die Einheimischen. Dankeschön. Հարգելի ներկաներ, տիկնայք և պարոնայք, հարգարժան պարոն պրոֆեսոր դոկտոր Պետցոլդ, հարգարժան պարոն Մինասյան, Բերլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության, Կարլ Հորստի մշակույթի տան հարգարժան ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և իմ անունից գոհունակությամբ և ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ Բերլինի գերմանահայկական մշակութային օրերի և այս գեղեցիկ մշակութային երեկոյի կայացման առթիվ։ Արդեն 10 տարի շարունակ կազմակերպվող այս միջոցառումը հանդիսանում է կարևոր հարթակ մեր երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը խթանելու, երկկողմ կապերն ամրապնդելու, միմյանց ճանաչելու և բարեկամության կամուրջներ կառուցելու համար։ Հայ-գերմանական հարաբերությունների շարունակական զարգացման հարցում առանցքային դերակատարություն ունի Գերմանիայի հայկական համայնքը, որն իր նվիրումով, հետևողականությամբ և հասարակական ակտիվությամբ դարձել է վստահելի կամուրջ երկու պետությունների և ժողովուրդների միջև։ Գերմանիայում գործող հայկական կառույցներն ու կազմակերպությունները արդյունավետ կերպով համագործակցում են երկրի իշխանությունների հետ և Բերլինի գերմանահայկական մշակութային օրերն այս համագործակցության վառ օրինակ են։ Այս համատեքստում ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Բերլինի Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիային և մասնավորապես կառույցի առաջին նախագահ Միքայել Մինասյանին, ում նախաձեռնությամբ և անձնական հանձնառությամբ գերմանահայկական մշակութային օրերը դարձել են իրականություն և վերածվել արժեքավոր նախաձեռնության։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Բերլինի Լիխտենբերգ շրջանի բուրգմայստեր Մարտին Շեֆերին, Բերլինի պատգամավորական տան անդամ պրոֆեսոր դոկտոր Մարտին Պետցոլդին, գերմանահայկական մշակութային օրերին աջակցություն ցուցաբերելու և այն սեփական հովանու տակ վերցնելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Լիխտենբերգի շրջանի պետական ծառայությանը, Կարլ Հորստի մշակույթի տանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության դեսպանատանը և բոլոր նրանց, ովքեր իրենց անկեղծ նվիրումով նպաստել են այս կարևոր միջոցառման իրականացմանը։ Ավարտելով խոսքս, գերմանահայկական մշակութային օրերին մաղթում եմ հաջողություն և լիահույս եմ, որ այն կլինի շարունակական, դառնալով մեր երկու երկրների և ժողովուրդների միջև երկխոսության, համագործակցության և բարեկամության նոր հորիզոններ արձանագրող յուրահատուկ հարթակ։ Շնորհակալություն։ Jetzt folgt die Übersetzung. Sehr geehrter Herr Professor Dr. Martin Petzold, Mitglied des Abgeordnetenhauses Berlin. Sehr geehrter Herr Michael Minasyan, erster Vorstandsvorsitzender des Verbandes der Europäischen und Armenischen Fachleute e.V. in Berlin. Werter Vertreter des Bezirksamtes Lichtenberg von Berlin und des Kulturhauses Karlshorst, werte Anwesenden, meine Damen und Herren. Im Namen des Büros des Beauftragten für die Angelegenheiten der armenischen Diaspora und meinerseits
möchte ich Ihnen mit Dankbarkeit und mit Herzlichkeit zu den deutsch-armenischen Kulturtagen in Berlin und zu diesem schönen kulturellen Abend gratulieren. Seit bereits 10 Jahren findet dieses Ereignis statt und ist eine wichtige Plattform, um den kulturellen Dialog zwischen unseren beiden Völkern zu fördern, die bilateralen Beziehungen zu stärken, einander kennenzulernen und Brücken der Freundschaft zu bauen. Die armenische Gemeinschaft in Deutschland spielt eine zentrale Rolle bei der kontinuierlichen Entwicklung der armenisch-deutschen Beziehungen. Mit ihrem Einsatz, ihrer Beharrlichkeit und ihrem gesellschaftlichen Engagement ist sie zu einer vertrauenswürdigen Brücke zwischen den beiden Staaten geworden. Die armenischen Organisationen und Einrichtungen in Deutschland arbeiten effektiv mit den Ämtern des Landes zusammen und die deutsch-armenischen Kulturtage in Berlin sind ein lebendiges Beispiel für diese Zusammenarbeit. In diesem Zusammenhang möchte ich meine aufrichtige Dankbarkeit gegenüber der Europäischen und Armenischen Fachleute e.V. in Berlin und insbesondere gegenüber dem ersten Vorsitzenden dieses Vereins, Herrn Mikhail Minasyan, ausdrücken. Dank seiner Initiative und persönlichen Bemühungen sind die deutsch-armenischen Kulturtage Wirklichkeit geworden und haben sich zu einer wertvollen Initiative entwickelt. Ein besonderer Dank gilt auch dem Bezirksbürgermeister von Lichtenberg, Martin Schäffer, und dem Mitglied des Berliner Abgeordnetenhauses, Prof. Dr. Martin Petzold, für ihre Unterstützung der deutsch-armenischen Kulturtage in Berlin und für die Übernahme der Schirmherrschaft. Ich danke auch dem Bezirksamt Lichtenberg, Amt für Kultur und Weiterbildung, dem Kulturhaus Karlshorst, dem Ministerium für Bildung, Wissenschaft, Kultur und Sport der Republik Armenien, der armenischen Botschaft sowie allen, die mit ihrer aufrichtigen Hingabe zur Verwirklichung dieser wichtigen Veranstaltungsreihe beigetragen haben. Abschließend wünsche ich den deutsch-armenischen Kulturtagen viel Erfolg und bin zuversichtlich, dass sie eine kontinuierliche Plattform werden, die neue Horizonte für den Dialog, die Zusammenarbeit und die Freundschaft zwischen unseren beiden Ländern und Völkern eröffnet. Vielen Dank. Zare Sinanyan. Lieber Mikhail Minasyan, lieber Zare Sinanyan, sehr geehrte Damen und Herren, ich freue mich sehr, dass wir heute ein Jubiläum feiern der deutsch-armenischen Kulturtage im wunderschönen Bezirk Lichtenberg, hier wieder in Karlshorst sind und seit vielen Jahren ja hier Hochkultur erleben durften. Und ich denke zurück, lieber Mikhail, wie du im Elternhaus bei meiner Mutter saßt und ihr über diese gemeinsame Idee mehrfach gesprochen habt und diese Idee entwickelt habt, daraus eine Tradition zu bauen. Jetzt ist meine Mutter leider nicht mehr hier, aber kann von oben wahrscheinlich sehen, wie sich die deutsch-armenischen Kulturtage entwickelt haben. Und ich will erstens mich nochmal herzlich bei dir und bei dem Verein dafür bedanken, dass ihr seit 10 Jahren ehrenamtlich diese Kulturtage auf den Weg gebracht habt. Nochmal herzlichen Dank dafür. Zweitens, wir haben es schon gehört vom Beauftragten für Diaspora-Angelegenheiten. Es geht darum, Horizonte zu erweitern, Brücken zu bauen, die wunderschöne armenische Kultur noch besser kennenzulernen. Das funktioniert ganz wunderbar über diese Kulturtage. Immer einige Wochen wunderschönes Programm von Bildern, die ausgestellt werden. Heute sicherlich einer der Höhepunkte mit einem musikalischen Rahmen, mit einem Konzert. Aber man hat auch unterjährig ganz großartige Möglichkeiten, die armenische Kultur noch besser kennenzulernen. Ich will einige Beispiele nennen. Erstens, wer Armenisch lernen möchte, wir haben es ja gerade gehört, eine Sprache, die nicht ganz so einfach zu lernen ist. Ich weiß, wovon ich rede. Ich als Kind lernen dürfen, aber auch nicht so richtig. Da gibt es die Möglichkeit, immer sonntags zu Herrn Richter in die Orankesee-Schule zu gehen. Da findet Armenischunterricht statt, auch unter der Verantwortung des Vereins von Mikhail. Wenn man also heute den Eindruck hat, dass man die Sprache noch besser kennenlernen möchte, dann kann man in die Orankesee-Schule am Sonntag gehen. Vielleicht auch Applaus an Sie, Herr Richter, Sie haben das möglich gemacht, dass die Schule dort sich regelmäßig treffen kann. Das eine ist die Sprache, das andere ist die Kultur, die Begegnung, die Menschen.
Aber es ist nochmal natürlich was ganz anderes, wenn man in das Land dann auch mal fliegt und die Möglichkeiten nutzt, diese großartigen Kirchen, die wir ja im Hintergrund in dem Video gesehen hatten, auch mal wieder vor Ort zu sehen. Ich war vor 2 Wochen erst wieder da, gesehen, wie großartig das wieder ist und kann jedem nur empfehlen, der es noch nicht gemacht hat, einfach bei Eurowings nachzuschauen. Es gibt jetzt einen Direktflug. Michael, der Botschafter, von dem ich heute auch schön grüßen darf, Botschafter hier, der Viktor und ich, wir durften gemeinsam mit Eurowings mehrfach darüber reden, wie es gelingt, endlich mal einen Direktflug aus Berlin nach Jerewan zu bekommen. Den gibt es im Winter und im Sommer und ich kann Ihnen nur empfehlen zu gucken, dass Sie mal dahin fliegen, sich das wunderschöne Land vor Ort angucken und natürlich dort auch unbedingt ganz oft essen gehen. Also die große Empfehlung, den Direktflug von Berlin nach Jerewan zu nehmen. Und wenn Sie die armenische Kultur natürlich besser kennenlernen möchten, auch hier die Empfehlung, die armenischen Gemeinden, auch das Vereinsleben von euch, lieber Michael, noch besser kennenzulernen. Auch die Kulturtage haben wir in den nächsten Wochen viel Interessantes an Angebot da und deswegen kann ich Ihnen nur die Empfehlung geben, nach heute da auch wirklich viele von solchen Veranstaltungen wahrzunehmen und diese Angebote vor Ort zu nutzen. Und ich will drittens darauf eingehen, lieber Michael, ihr habt das in dem Video deutlich gemacht, Thema von Konflikten. Ich sage das als Deutscher mit armenischen Wurzeln. Wir wissen, was das 19. bis das 20. Jahrhundert auch an Verbrechen mit sich gebracht hat. Damals als deutscher Bundestagsabgeordneter im Bundestag sehr klar das Wort erhoben, wo es um das Genozid an den Armeniern ging, wo leider auch die Deutschen keine gute Rolle gespielt haben. Aber wir sehen es immer noch auf der Welt, in Bergkarabach, in der Ukraine, es gibt ganz viele Konflikte. Unser Wunsch muss es sein, und vielleicht helfen solche Veranstaltungen dabei, in der Welt Frieden zu bekommen. Immer mehr, wo es geht. Vielleicht auch von Leuten, von Politikern, von denen man es auf den ersten Blick nicht denkt. Deswegen lassen Sie uns die Hoffnung auch aus dieser Veranstaltung mitnehmen, dass man Konflikte gemeinsam lösen kann und dass mehr Frieden auf der Welt möglich ist. Ich freue mich auf diesen wunderschönen Abend. So, meine Damen und Herren, also 10 Jahre hatten wir verschiedene Veranstaltungen, Konzerte, Ausstellungen, Bühnenaufführungen, Kinderprogramme, Lesungen, sogar wissenschaftliche Beiträge. Sogar wir haben uns auch in die Politik ein bisschen eingemischt. 2015 100 Jahre Völkermord und wir haben damals auch den Direktor des Geschichtsinstituts von der Akademie der Wissenschaften eingeladen mit dem Thema Vorbeugung des Völkermordes im 21. Jahrhundert. Und das alles haben wir damals mit gutem Glauben getan, ein Stück die Welt besser zu machen. Die Verständigung zwischen unseren Kulturen, zwischen unseren Gesellschaften, ein Stück näher zu bringen und zu erleichtern. Und ich glaube, es hat uns einigermaßen gelungen und dafür danke ich allen, die diese Kulturtage ermöglicht haben. Und als Zeichen dieser Dankbarkeit möchte ich an unseren beiden heute Rednern, an Herrn Saleh Sinanian, den Hochbeauftragten, und an Herrn Professor Dr. Martin Petzold ein kleines Geschenk geben, eben dieses Katalog Deutsch-Armenische Kulturtage in Berlin, Rückblicke von 2015 bis 2024. Und ich hoffe, dass auch die Erinnerung an die Veranstaltungen uns bessere Chancen gibt, uns zu verbessern und die kommenden 10 Jahre noch besser zu gestalten. Ich bitte die Herrschaften auf die Bühne. Պարոն Սինանյան, ես կցանկանայի ձեզ որպես իմ երախտագիտության նշան նաև այս կատալոգը նվիրել, այս նկարազարդ գիրքը նվիրել, որը ներկայացնում է մեր անցած 10 տարիների ուղին։ 10 տարիների ընթացքում մենք ամեն ինչ արել ենք, սկսած համերգներից, գիտական դասախոսություններից, ներկայացումներից եւ կերպարվեստի ցուցահանդեսներից մի լավ նկարտումով, որ աշխարհը մի
քայլ ավելին բերենք դեպի խաղաղության, դեպի բարեկեցության եւ դեպի առաջընթացի։ Եվ այս ամենում մենք պարտական ենք միայն նրանց, ովքեր մեզ օգնել են այս 10 տարիների ընթացքում այս գերմանահայկական մշակութային օրերը կայացնելու եւ կատարելագործելու։ Եվ մենք լիահույս ենք, որ այս գրքում պատկերված անցած միջոցառումները կտան մեզ երևի մեկ ուղեցույց առաջիկա 10 տարիների ընթացքում ել ավելի զարգացնելու եւ ել ավելի բարելավելու մեր միջոցառումները։ Այժմ կխնդրեի ձեզ երկուսի բարձրանալ բեմ եւ ստանալ։ Jetzt sind wir schon soweit und beginnen wir schon mit dem Konzert. I will try also to speak in English, even though my English is not perfect, but it's better than German because I don't know it absolutely. Thank you, dear audience, for being here with us. And especially thank you to Mikhail Mian Minasyan, who organized our visit from Armenia to Germany to take part in this wonderful event. And also, I would like to represent Nigerian Vocal Ensemble, which is, by the way, is already 10 years old, so it's the same year as the Association of Armenian and European Specialists. I would like to say that ensemble is singing, it's unique not only for its singing songs itself, it's Armenian classical and folk music, but also our Nigerian Vocal Ensemble is actively involved in women empowerment movement in Armenia, and we are doing this through singing Armenian traditional songs, trying to empower women. But also ensemble is very unique because it is singing and translating songs simultaneously into sign language, which is helping to make music available for all people. And for people who are having hearing impairments. Anyway, now I would like to invite ensemble, and the first song they are going to sing very specific song because it is written by Komitas Fartapet, who is well known for he is known as father of Armenian classical music. And unfortunately, he has, after witnessing Armenian genocide back in 1915, he wrote very few songs, and now we are going to begin the concert with one of these songs. And the composer, who was, he was composing very complicated compositions, not complicated, but quite polyphonic compositions. And for the last time, this is one of his last songs, for the last time he is talking to God through child's mouth, and the only thing that child asks from God, he says, God, give life to my mother, God, give life to my father. He wrote this song just after after seeing genocide. So, and now when our country is still in a very difficult situation, we decided to begin this song, this concert with this song. Now I would like to invite ensemble to begin the concert for us. Nigerian Vocal Ensemble. Thank you.
Դերիկով և Ջան Մարալ, Կարոտ Զաքարյան։ Oh
Մոկած հարցներ։
ջան։ Մանսուրյան, Նահապետ Քուչակ, ես աչք ու դու լույս հոգի։ Կոմիտասյան երգերի շար, Մուջուր աղջիկ, Երևան բաղ եմ արել և արևը կային է կեսօր։ Աղջիկ,
Dekele yarocan Donari donahbe Ari ki pora kahve Donari donahbe Ari ki pora kahve Կոմիտաս վարդապետ, Վարդայարս և Սևա Չոբանի շունը։ Կոմիտաս վարդապետ, Սոնայար։ Կարո Զաքարյան, Սարի աղջիկ։ Sario
Անշավան Տեր-Խևոնդյան, Կողբա Ելան։ Ախսևիկ Սևավոր, Կոնստանտին Պետրոսյան։ Կոնստանտին Պետրոսյան, Թամզարա։ Այդե թամզարա երկու խորոշ մեր կարահո
Աթուլ Ալթունյան, Նուբար, Նուբար։ Ich glaube, es war, naja, wie soll ich mal sagen? Es war zauberhaft. Klasse. Zauberhaft. Jetzt machen wir 30 Minuten Pause und damit Sie sich auch ein bisschen Zeit lassen und danach geht es sogar mit einem Background-Musik fort, also weiter und wir werden den zweiten Teil absolvieren. Ich werde zuvor aber etwas noch zu Nayam Ensemble sagen. Das wird sehr kurz dauern und dann setzen wir das Programm weiter. Vielen Dank.